Մի քանի բառով թե ինչ լինելու ուժեղ Հայաստանի ուժեղամտանգությունը, սիրելի ընկերներ։ Հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի օրոք Հայաստանը անելու է 6 քայլ դեպի ուժեղամտանգություն։ Առաջինը ուժեղ դիվանագիտությունն է, որտեղ Հայաստանի դիվանագիտությունը ունենալու է հստակ կարմիր գծեր եւ չի խախտելու դրանք։ Երկրորդը ուժեղ բանակն է, որտեղ Հայաստանը ունենալու է 10,000 դրոն, նվազագույն անհրաժեշտության 10,000 դրոն։ Երրորդը պաշտպանված երկինք, Հայաստանը ոչ միայն սահմաններով, այլ նաև երկինքը բոլոր կողմերից պիտի պաշտպանված լինի Հայաստանը։ Սա պիտի ֆիքսենք մենք, որը դեռևս կարգում այսօր չունի։ Չորրորդը խելացի սահմաններ, սա կարևորագույն կետ է, որտեղ մենք պիտի արձանագրենք, որ 100% պիտի պաշտպանված լինի մեր սահմանները եւ դրանք պիտի լինեն այսօրվա 21-րդ դարի հագեցվածությամբ։ Հինգերորդը արժանապատիվ ծառայություն, զինվորը պիտի հասկանայի, որ ծառայելով զինված ուժերում ինքը կարող է իր ծառայությունից հետո շարունակել կրթությունը լրիվ անվճար։ 6-րդ կետը տեղական ռազմաարդյունաբերություն։ Սամվել Կարապետյանը կարող է իր բոլոր կապերը օգտագործել, որպեսզի Հայաստանում լինի տեղական ռազմաարդյունաբերություն եւ ներդրում իրականացվի։ Սիրելի ընկերներ, դուք պիտի հասկացած լինեք, որ այս քայլերը միայն կարող են նպաստել Հայաստանի անվտանգության բարձրացմանը, սուբյեկտայնության բարձրացմանը։ Եվ խնդիրը հետեւյալն է, որ այսօրվա այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրատվամիջոցների մեր գործընկերներին կարծես թե սպառնում է եւ կարծես թե իր խոսքում անգամ սպառնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Նա վախեցնում է կարծես թե։ Ասում է, որ եթե իրեն չընտրեն, հնարավոր է մարդիկ գործ չունենան։ Հնարավոր է, որ մարդիկ հաշմանդամության մեջ լինեն։ Այս մարդը չհրաժարվեց իր փողոցային բառապաշարից։ Դուք պիտի հասկանաք, Փաշինյան Նիկոլ, որ կառավարությունից դուրս կյանք կա։ Դուք չեք կարող մինչև հունիսի 7-ը բոլորին ահաբեկել։ Դուք կարող եք ձեր աշխատողներին ահաբեկել, բայց պիտի հասկանաք, որ այսօր ձեզ էլ այնպես չեն սատարում, ինչպես որ դուք կուզեիք։ Եկել է ուժեղ առաջնորդի ժամանակը։